Այսպիսով ուզում եմ ընթերցել Սաղմոս 27-ը։ Տերն է իմ լույսն ու փրկությունը։ Ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի ապավենը։ Ես ումից պիտի դողամ։ Չարերի իմ մարմինը ուտելու համար ինձ մոտեցած ժամանակ իմ նեղիչներն ու թշնամիները սահեցին ու ընկան։ Եթե վրաս զորքի բանակ դուրս գա, սիրտս պիտի չվախենա։ Եթե ինձ դեմ պատերազմի պատրաստություն լինի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից ու սա աղաչում, որ կյանքիս բոլոր օրերում Տիրոջ տան մեջ բնակվեմ, Տիրոջ վայելչությունը տեսնելու ու նրա տաճարի մեջ խնդրելու համար։ Քանի որ չար օրվա մեջ իր բնակարանի մեջ ինձ պիտի պահի, իր վրանի ծածկոցով ինձ պիտի ծածկի, վեմի վրա պիտի վերցնի ինձ։ Ու հիմա իմ գլուխս պիտի բարձրանա իմ շուրջս եղող թշնամիներիս վրա, ու նրա վրանի մեջ ուրախության ձայնով զոհեր պիտի մատուցեմ։ Պիտի երգեմ ու սաղմոս պիտի ասեմ Տիրոջը. Ով Տեր, ձայնս լսիր կանչելու ժամանակ, ողորմիր և պատասխան տուր ինձ, իմ երեսս փնտրեք ասացիր, իմ սիրտն էլ ասում է քեզ, քո երեսդ պիտի փնտրեմ, ով Տեր։ Քո երեսդ ինձանից մի ծածկիր, բարկությունով ծառայիդ մի կողմ մի գլորիր, ինձ օգնական եղար, ինձ մի մերժիր, ինձ մի թող, ով իմ փրկության Աստված։ Թեև հայրս ու մայրս ինձ թողեն, բայց Տերը ինձ պիտի ընդունի։ Ով Տեր, քո ճամփադ ինձ սովորեցրու ու շիտակ ճանապարհի մեջ ինձ առաջնորդիր թշնամիներիս համար։ Ինձ իմ թշնամիների կամքին մի մատնիր, քանի որ իմ վրա սուտ վկաներ ու անիրավություն փչողներ դուրս եկան։ Հավատացի, թե Տիրոջ բարությունը պիտի տեսնեմ ողջերի երկրի մեջ։ Տիրոջը սպասիր, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ Տիրոջը սպասիր։ Հիասքանչ սաղմոս Դավիթ թագավորի կողմից երգված, որն ունի ընդամենը 14 համարներ։ Այս սաղմոսին երկու կերպով կարող ենք մոտենալ։ Մի կերպը այս է, որ կարող ենք մտածել Դավիթը, Աստծո մարդը, Աստծո Սուրբ Հոգուց ներշնչված, միանգամից աղոթել է այս ողջ աղոթքը և այն որպես մի ամբողջություն գրվել և հասել է մեզ, բայց կարող ենք այլ կերպ մոտենալ, որ Աստծո մարդը իր կյանքի տարբեր ընթացքներով անցնելիս ունեցել է տարբեր նեղություններ, դժվարություններ և այդ ընթացքների մեջ ունեցել է տարբեր ապրումներ իր ներսում։ Եվ նա աղոթք է բարձրացրել առ Աստված, և երբ որ աղոթել է, անցել է ժամանակ, այդ աղոթքին ի պատասխան ինչ-որ մի բան է տեղի ունեցել իր կյանքում, և նորից ինչ-որ մի ընթացք է անցել, մտորումներ է ունեցել, այդ մտորումների և ապրումներին համարժեք նորից է աղոթք բարձրացրել Տիրոջը։ Եվ այսպես սա եղել է մի երկար ժամանակահատվածի ընթացքի մեջ տարբեր իրար հաջորդող աղոթքների շարան, որի արդյունքում ձևավորվել և ամբողջացել է մի ամբողջ աղոթքաշարան։ Եվ այս ամբողջական աղոթքաշարանը որպես Սաղմոս 27 Աստված կամեցել է, որ մենք ունենանք մեզ օրինակ ծառայեցնելու համար, մեզ օգնություն ունենալու համար։ Ինչպես էր այն սկսվում։ Առաջին համարը Տերն է իմ լույսն ու
փրկությունը։ Ես ումից պիտի վախենամ։ Երբ որ լսում ես այս խոսքերը, այս աղոթքը, ինչ ես սկսում մտորել։ Իմ աչքերի առաջ այսպիսի մի պատկեր է առաջանում, որ Աստծո մարդը անցնում է իր կյանքում վախերի միջով։ Նրա կյանքում մի այնպիսի ընթացք է, երբ անցնում է նեղությունով, դժվարությունով, տագնապներն են պատել նրա շուրջը, սարսափ եւ վախ է հարձակվել նրա վրա։ Խավարն է նրա շուրջը պատել։ Ամեն կողմից նեղում է այս ամեն Աստծո մարդուն։ Եվ նա այս տագնապի, անհանգստության, վախերի տակ կուչ է եկել, դարձել մի բուռ, նկուն եղել, ճզմվել ու ճնշվել։ Եվ սրա պատճառով է, որ նա ասում է. Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Ինչու՞, որովհետև վախերն են պաշարել սիրտը, որովհետև վախեցնող, սարսափազդու մտքերն են սողոսկել մտքի մեջ։ Եվ նա պայքար է անցնում, նա դժվարության մեջ է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ չեմ տեսնում այս համարում այսպիսի մի միտք, որ ասված լինի, երբ որ անցնում ես դժվարությունները, լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր կանգնիր աղոթքի, խոսիր, դավանիր, հռչակիր, ինձ կանչիր։ Ոչ, այդպիսի միտք չեմ տեսնում այս համարում, բայց ինչ եմ նկատում, որ Աստծո մարդը իր նեղության, դժվարության, վախերի շրջանի մեջ լինելով, ինքն է նախաձեռնողը, որ կանգնի աղոթքի։ Ինքն է վազել Աստծո առջև եւ կանչում է իր Աստծուն, աղաղակում նրան ու աղոթում։ Ահա որքան թանկ է սիրելիներս, երբ որ մենք անցնում ենք դժվարություններ, նեղություններ, տագնապներ, որ չպետք է սպասենք, որ իբր Աստված մեզ պիտի հրավիրի աղոթքի, իբր պետք է Աստծո հոգին գա մեզ վրա եւ նա մեզ մղի աղոթքի։ Մեր նեղության, դժվարության, տագնապների, սարսափների, ահարկու իրավիճակների մեջ այդ մենք պետք է լինենք նախաձեռնողը, մենք պիտի վազենք մեր ծածուկ սենյակը եւ աղոթք բարձրացնենք Տիրոջը։ Եվ ինչպես է աղոթում Աստծո մարդը, ինչ խոսքեր ասում, Տերն է իմ լույսն ու փրկությունը։ Ինչպես է նա աղոթում։ Նա աղոթում է Աստծո խոսքի համաձայն։ Ահա որքան թանկ է իմանալ Աստծո խոսքը եւ ինչպիսի իրավիճակում գտնվել, այդ իրավիճակի համեմատ խոսք վերցնել գրվածքից եւ այդ խոսքի ճրագի լույսի համաձայն կանգնել աղոթքի Տիրոջ առջև։ Որտեղից էր, որ Դավիթը գիտեր, որ Տերն է լույսը եւ Տերն է փրկությունը։ Իհարկե, Աստծո խոսքից։ Գիրքն է ասում, որ մեր Աստված լույս է։ Մեր Աստված նա սեր է։ Ոչ թե նա լույս ունի, ոչ թե նա սեր ունի, նա հենց ինքն է լույսը, նա ինքն է սերը բովանդակ։ Որտեղից Դավիթը գիտի, որ Տերն է փրկությունը։ Որքան անգամներ Եսայա մարգարեի մեջ կարող ենք հանդիպել այդ խոսքը. Ես եմ քո փրկիչը։ Ես եմ քո փրկությունը։ Եվ ինձանից զատ ուրիշ փրկիչ չկա, որքան անգամներ է սա ասված մարգարեների բերանով։ Այո, Աստծո մարդը իր աղոթքին որպես հիմք վերցրել է գրվածքից խոսք։ Եվ ինչպիսի խոսք։ Խոսք հենց իր իրավիճակի համար։ Քանի որ խավարն է պատահել իր շուրջը, նա այդ խավարին հակառակ խոսք է վերցրել։ Տերն է իմ լույսը, Տերն է իմ փրկությունը։ Եվ այնքան
ահարկու է այդ վախն ու սարսափը, որ հաջորդ միտք էսպես է ասված. ես ումից պիտի դողամ։ Ոչ միայն վախեցած է Աստծո մարդը, այլ ես մտածում եմ, որ անգամ նրա ծնկները իր տակը արդեն ինչ էր անում, դողում էր վախից։ Նա կուչ էր եկել, ճզմվել, իջել էր ներքև, եւ այս վախերը, սարսափները ամեն կողմից այսպես եկել էին, ճնշում էին, իջեցրել, ցածրացրել էին նրան, կեղեքում էին նրան։ Եվ երբ որ նա խոսում է Տերն է իմ լույսն ու փրկությունը, ինչպիսի աղոթք է սա։ Սա աղոթք է, որ նա ուղղում է Աստծուն։ Բայց Եբրայեցիս 4:12-ում ասված է, որ Աստծո խոսքը երկսայրի սրի է նման։ Այսինքն Աստծո խոսքը թուր է, որը երկու կողմից է սուր։ Նա եւ այս կողմից է կտրում եւ մյուս կողմից է կտրում։ Ստասում է, որ նա աղոթքի մեջ, քանի որ Աստծո խոսքն է բարձրացնում Աստծուն, նա ինչ անում։ Նա ոչ միայն այս աղոթքը ուղղում է Տիրոջը, այլ նաեւ նա այս աղոթքով հռչակում է անում։ Նա խոսում է, հռչակում է, ով է Աստված, եւ այս հռչակումը ուր է գնում, որտեղ է տարածվում հոգեվոր աշխարհի մեջ։ Նաեւ երբ որ նա աղոթում է եւ հռչակում է, այս սուրը, Աստծո խոսքի սուրը, որ Տերն է լույսն ու փրկությունը, նա ուր է քաշում, նա քաշում է սրտի միջով է անցկացնում, որ այն վախերը, որոնք հարձակվել են սրտին, ինչ լինի, այդ սուրը կտրի իր ներսը։ Ոչ միայն Աստված է լսում Աստծո մարդու աղոթքը, բայց նաև այս աղոթքը հռչակում է եւ մարգարեություն է հենց իր համար, Դավթի համար։ Ահա որքան թանկ եւ կարեւոր է Աստծո խոսքով աղոթել։ Ու աղոթելուց ոչ միայն աղոթել, որ Տերը լսի մեր աղոթքը, այլ մենք ինքներս լսենք, թե ինչ ենք հռչակում եւ այդ խոսքը անցնի մեր սրտի միջով, անցնի մեր կյանքի միջով եւ այդ խոսքը պտուղ բերի մեր ներսը, մեր ներսի մարդու մեջ։ Ու երբ որ նա խոսեց, Տերն է իմ լույսն ու փրկությունը, ինչ տեղի ունեցավ։ Աստված ինքը լույս է։ Աստծո ներկայությունը եկավ, Աստծո լույսը ծագեց Դավթի շուրջը։ Ու երբ որ այս Աստծո լույսը ծագեց ու սկսեց լուսավորել նրան, նա ինչ հայտնաբերեց։ Նա հայտնաբերեց, որ իր հույսը, իր ապավինությունը պակասում է այդտեղում։ Եվ շարունակությունը հռչակեց. Տերն է իմ ապավենը, ես ումից պիտի դողամ։ Նա ինչ հասկացավ, որ ինքը իր դժվարությունների, իր նեղությունների, իր այս տագնապների ընթացքով անցնելիս կորցրել է իր հույսը, կորցրել է իր ապավինությունն առ Աստված։ Եվ ինչի կարիքը ինքը ունի, նորոգելու իր ապավինությունը, թարմացնելու իր հույսը։ Հույսը Աստծո ապրեցնող զորությունն է, որը նվեր է Աստծուց ինձ ու քեզ։ Ու եթե չլինի հույսը, մենք չենք ունենա Աստծո ապրեցնող զորությունը։ Ու նա ինչ անում, վերցնում է խոսք եւ հռչակում է. Տերն է իմ ապավենը, ես ումից պիտի դողամ։ Դավիթ, դա խոսում է նաեւ ինքը իր հետ, կարծես։ Դավիթ, ինչու ես դողում, ինչ ես վախեցած, ինչ ես սարսափի մեջ, չէ որ Տերն է քո ապավենը, դու չպիտի վախենաս ու դողաս։ Ու երբ որ այսպես աղոթում է, ինչ է կատարվում, հաջորդ համարը չարերի իմ մարմինս ուտելու համար ինձ մոտեցած ժամանակ իմ նեղիչներս ու թշնամիներս սահեցին ու ընկան։ Նա հայտնաբերեց մի բան, որ Աստծո լույսը, որը ծագել է իր շուրջ, Աստծո զորությունը, որը եկել է իր վրա, այն ձախողում է թշնամիներին։ Ինչ էին փորձում անել այս թշնամիները։ Դավիթ այսպես նկարագրեց. իմ մարմինը ուտելու համար ինձ մոտեցած ժամանակ։
Ինչ կարող ենք այսպես հասկանալ, ինչ է նշանակում մարմինը ուտողներ, ինչը կարող է ուտել մարդու մարմինը, մտածում եմ հիվանդությունը, դեպրեսիան, մարդը կարող է լինել խորը ընկճվածության մեջ, որը կոչվում է դեպրեսիա, եւ այդ ընկճվածության պատճառով կորցնի ախորժակը, կորցնի ապրելու ցանկությունը եւ չկարողանա անգամ հաց ուտի, չկարողանա անգամ սնունդը ընդունել, այդ ախորժակի պակասը, բայց նաեւ կարող է լինել ֆիզիկական դժվարություն, կարող է լինի տկարություն, հիվանդություն։ Կարող ես հիշել քո կյանքից դեպքեր, երբ որ դու տկար ես եղել ֆիզիկապես։ Ես կարող եմ ինձ հիշել 22 թվականն էր, ամառվա շրջանն էր, ես ունեցա դժվարություն մարսողության հետ կապված, եւ այդ դժվարությունը երկար ամիսներ տևեց ինձ մոտ։ Մարսողության խանգարում էր եւ դժվարանում էր սնունդի ընդունելը, ու երբ որ գնացի բժշկական ստուգման, պարզվեց լեղապարկումս քար կար եւ դա դժվարություն էր ստեղծում, ցավ էր առաջացնում եւ արդյունքում ինչ էր եղել։ Երկար ամիսների ընթացքում այս տկարության պատճառով հյուծվել էի, քաշս բավականաչափ կիլոգրամներ պակասել էր։ Ու երբ որ ես նայում եմ Աստծո մարդն ինչ ասում, չարերի ինձ մոտեցած ժամանակ, ինչ եղավ, նրանք ուզում էին իմ մարմինս ուտել, բայց սայեցին ունկան։ Մինչև այդ պահը թշնամին հաջողվում էր։ Թշնամին հաջողվում էր, մինչև որ Աստծո մարդը կանգնեց ու աղոթեց եւ հռչակեց ով է Աստված իր կյանքում։ Հաջորդ համարը, եթե վրա զորքի բանակ դուրս գա, սիրտս պիտի չվախենա։ Եթե ինձ դեմ պատերազմի պատրաստություն լինի, դարձյալ ես վստահ պիտի լինեմ։ Եթե վրա զորքի բանակ դուրս գա։ Ինչ լավ է, որ այսօր մենք չենք կարող այդպիսի խոսք ասել։ Չենք ասի մենք, որ իմ վրա զորքի բանակ դուրս գա։ Դավիթը թագավոր է, եւ թագավոր լինելով, թագավորական դիրքի վրա լինելով, իր կյանքում ունի նման դժվարություններ համաձայն իր դիրքի, ինչպես որ Աստծո խոսքն է ասում, ամեն մեկը իր կարողության չափով կփորձվի, բայց ոչ ավելին։ Մեզ նման մարդկանց համար միգուցե ես կամ դու ասենք, մի զինվոր է դուրս եկել դեմս, մի ջոկատ, մի քանիսը, ինչ որ այդ է, բայց նա թագավոր է եւ ասում է, եթե զորքի բանակ դուրս գա։ Եվ այդ բանակը հին ժամանակներում, երբ որ դուրս էր գալիս դաշտ, ու նա ասում է, ու լսեմ պատերազմի ձայն։ Կինոներից, ֆիլմերից կհիշեք, ինչպես էր տեղի ունենում պատերազմային ժամանակներում։ Հեծելազորը գնում էր արջևից, կառքեր լցված ձերով գնում էին, նիզակավորները, նետավորները, հետո հետևակը։ Եթե պատերազմի ձայն ականջս լսի, թագավոր լինելով նա գիտի ինչ է դա, երբ որ աղմուկ ու աղաղակ է, երբ որ թմբուկները հարվածում են եւ սկսում է այդ աղմուկ աղաղակը, նետերը արձակվում, հետո սրերն է, շաչյունն է գալիս սրերի, մետաղի ձայնը, զրնգոցը եւ ամպ է բարձրանում, փոշու, ամպ դաշտերում, սարերում։ Բայց ասում է, եթե այդպես է լինի, ես այդ ձայնը լսեմ, ես չեմ վախենա, ես դարձյալ վստահ կլինեմ։ Ինչն է դուր գալիս, որ նա չի ասում, ես վստահ կլինեմ իմ զորքի համար, չէ։ Ինքն էլ է թագավոր, ինքն էլ բանակ ունի, բայց չի ասում, իմ բանակից վրա վստահ կլինեմ, ոչ, ինչու վստահ կլինի իմ սիրտս, որովհետև Աստծո մարդը կանգնել ու աղաղակել էր, Տերն է իմ լույսն ու փրկությունը, Տերն է իմ ապավինությունը, ես ումից պիտի վախենամ ու դողամ, ու երբ որ նա այս ապավինությունը նորոգել է առ Աստված, ամբողջովին հուսացած է Աստծուն, կառչած Տիրոջից, նրա բոլոր սպասումները Աստվածանից է, դրամայել ասում է, իմ սիրտս վստահ է լինելու։ Մի բան եմ խնդրում Տիրոջից,
ու սա աղաչում, որ կյանքիս բոլոր օրերում Տիրոջ տան մեջ բնակվեմ Տիրոջ վայելչությունը տեսնելու ու նրան տաճարի մեջ խնդրելու համար։ Երբ որ Աստծո լույսը, Աստծո փառքը ծագել է Դավիթի վրա, այս Աստծո լույսի, Աստծո ներկայության մեջ Դավիթը սկսել է հասկանալ, որն է ամենաթանկը, որն է ամենակարևորը, որ ինքը այդ պահին կարող է Աստծուց խնդրել։ Մենք կարող ենք մտածել, որ միգուցե սա աղոթի ու ասի. դե Տեր Աստված, այս չարերը, այս մարմինս ուտողները որ կան, թեկուզ սահել են, թեկուզ ձախողվել են, բայց սրանց հեռացրու, խնդիրներս լուծիր, սա եմ կամենում, նա եմ կամենում, սա եմ ուզում ունենալ, կամ այն բանն եմ ուզում ունենալ, կամ այս ինչ բանն է ոնց որ ինձ պակաս կյանքումս, բայց ինչ հետաքրքիր է, ասում եմ մի բան եմ խնդրում Տիրոջից, ու երբ է այսպես աղոթում, երբ որ Տիրոջ լույսն է ծագել իր շուրջը, երբ որ Աստծո ներկայությանն է հանդիպել, մնացած բաները դարձել են անկարևոր։ Այն ամենը, որ մինչև դա կարևոր էր, անհանգստացնում էր նրան, այդ ամենը գնացել է հետին պլան։ Ու ինչ է հասկանում Աստծո մարդը, որն է ամենակարևորն ու թանկը։ Սա եմ քեզանից խնդրում, իմ կյանքի բոլոր օրերում, քո տան մեջ բնակվեմ, քո փառքը, քո վայելչությունը տեսնելու եւ ասում են նրան իր տաճարի մեջ խնդրելու համար։ Ոչ թե նրանից խնդրելու համար, ոչ թե Աստծուց խնդրելու, չէ, Աստծուն, նրան խնդրելու, իսկ այդ խնդրել բառը եբրայերենում նաև նշանակում է փնտրել, նույնը, փնտրել կամ խնդրել, այսինքն Աստծուն եմ ուզում, Աստծուն եմ ուզում ունենալ, Տիրոջն եմ ուզում գտնել, սա է իմ փափագս։ Ու շարունակում, քանի որ չար օրվա մեջ իր բնակարանի մեջ ինձ պիտի պահի, իր վրանի ծածկոցով ինձ պիտի ծածկի, վեմի վրա պիտի վերցնի ինձ։ Ախր ինչ ես ասում Դավիթ, այսինչ չար օրվա մասին ես ասում, քանի որ չար օրվա մեջ ինձ պիտի պահի, չէ որ դու նոր խնդրեցիր, որ քո կյանքի բոլոր օրերում Աստծո տան մեջ բնակվես։ Եթե դու քո կյանքի բոլոր օրերում ուզում ես Աստծո տան մեջ բնակվել, եթե դու ուզում ես Տիրոջը փնտրել, Տիրոջ հետ լինել, էլ ինչ չար օրվա մասին ես խոսում։ Աստծո ներկայության մեջ Աստծո մարդը աստվածային իմաստությամբ հասկանում է, որ այո, գալիքներում, երկրի վրա, այս աշխարհի մեջ ապրելու ընթացքում, մեր մարմնի օրերում մենք կարող ենք հանդիպել չար օրվա, մենք կարող ենք ունենալ նեղություն, դժվարություն, մենք կարող ենք անցնել տարբեր փորձություններ, սիրելիներս, բայց, Աստծո մարդու համար այս բայց այնքան թանկ է եւ այնքան փափագելի, բայցը ո՞րն է։ Չար օրվա մեջ իր բնակարանի մեջ ինձ պիտի պահի։ Ուրիշ տեղում Սաղմոսների մեջ ասված է, արդարն էլ է ունենում նեղություն, մեղավորն էլ ամբարիշտն էլ, բայց արդարին Տերը փրկում է բոլոր նեղություններից, այդպես է ասում 34 Սաղմոսը։ Բայց նա ինչ կանի, նա ինձ կազատի այդ չար օրից։ Աստված չի խոստացել, որ նեղություն ու չար օր մեջ չի հանդիպի, բայց ինչ փափագելի, ինչ հիասքանչ է, նա ինձ կփրկի, նա իմ փրկիչն է, նա ինձ կազատի, նա ինձ կպահի, իր վրանի ծածկոցով ինձ կծածկի, իր վրանի ծածկոցը, իր խորանի ծածկոցը, ես կլինեմ իր ծածկոցի մեջ, ես իր ծածկոցից հեռու չեմ գտնվի, և ինչ կանի ինձ, վեմի վրա պիտի վերցնի ինձ, ով է վեմը,
Այլով 5 կտականից դեպի գալիք նոր կտակարան մարգարեաբար տեսնում ենք, որ սա Աստծո որդու մասին է։ Եթե ես նրան եմ փափագում, նա ինչ կանի, Հայր Աստված ինձ կդնի վեմի վրա, իր որդու վրա, որի վրա կլինի ապահով։ Տեր Հիսուսն էլ ասաց, կգան անձրևներ, քամիները կփչեն, հարված կգա տան վրա, բայց եթե ինքը կանգնած է ժայռի վրա, չի փլուզվի այդ տունը, չի ընկնի։ Ու հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ շուրջս եղող թշնամիների վրա ու նրա վրանի մեջ ուրախության ձայնով զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ ու սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։ Երբ որ Աստված մեզ դնում է իր որդու Հիսուս Քրիստոս ժայռի վրա, ինչ է տեղի ունենում։ Աստծո մարդայց վերապրումն է ունենում։ Իմ գլուխս հիմա պիտի բարձրանա։ Ինչու է այդպես ասում։ Որովհետև Սաղմոսի սկզբում գլխահակ էր, գլուխը ներքև էր, ճզմված, ճնշված, այսպես մի բուռ էր դարձել, կուչ էր եկել, նվաղել եւ ցածրացել էր այդ բոլոր հարձակումների ու ճնշումների տակ։ Թշնամին գերակայել էր, թշնամին հաղթողի դիրքում էր։ Բայց երբ որ կանգնեց ու աղաղակեց, թշնամին ինչ եղավ, ձախողվեց եւ Տերը դրեց նրան ժայռի վրա եւ ինչ ասում, հիմա ինչ կլինի, ես հիմա կբարձրանամ եւ իմ գլուխս կբարձրանա ժայռի վրա։ Քրիստոս Հիսուս ժայռի վրա կանգնած լինելով, ինչ կլինի մեզ, սա հոգեվոր կյանքի մասին է։ Սա դեռ դրսի մասին չի, տեսեք։ Սա ներսի ապրումներն է Դավթի։ Իմ գլուխս կբարձրանա ում վրա, ում նկատմամբ, թշնամիների նկատմամբ։ Ինչպես Դավիթ, թշնամիները դեռ կան։ Այո։ Մենք այս խոսքից սովորում ենք Աստծո ճանապարհները։ Սաղմոս 103-րդ 7-րդ խոսք ասված է. Ես Մովսեսին սովորեցրեցի իմ ճամփաները, իսկ Իսրայելին իմ գործերը։ Աստծո մարդն է, որ սովորում է Աստծո ճամփան։ Իսկ Աստծո ժողովուրդը չի ուզում Աստծո ճամփան սովորել։ Աստծո ժողովուրդը ուզում է Աստծո գործերը, ուզում է Աստծո հրաշքները, ուզում է Աստծուց բաներ առնել։ Ինչ է նշանակում լինել Աստծո մարդ Մովսեսի նման, սովորել Տիրոջից իր ճանապարհը։ Եվ հիմա մենք այստեղ սովորում ենք Տիրոջ ճանապարհը, ինչ է եղել Դավթի հետ։ Պարզվում է, Աստված չի շտապում թշնամիներին հեռացնել մեզանից։ Թշնամիները մնացել են, բայց ո՞րն է հաղթանակը։ Հաղթանակ Աստված տվել է ներսում։ Պարզվում է, Աստված չի շտապում հրաշք անել դրսում։ Մենք մարդիկս այնքան անհամբեր ենք։ Երբ որ մենք աղոթում ենք, մենք փափագում ենք օր շուտ, ժամ առաջ ընդունել մեր աղոթքի պատասխանը, ունենալ մեր հրաշքը։ Բայց Աստված չի շտապում հրաշքը արագորեն կատարել։ Աստված կամենում է հրաշք գործել, բայց նախ եւ առաջ սրտում, ներսում։ Եվ սա արդյոք հրաշք չի։ Թշնամիները շուրջն են, բայց Դավիթը բարձրացել է թշնամիների նկատմամբ, Դավիթի գլուխը բարձր է եւ նա ժայռի վրա կանգնած Հիսուս Քրիստոս ժայռից նայում է ներքև եւ տեսնում, որ այն թշնամիները, որոնք որոշ ժամանակ առաջ իր վրա էին բարձրացած, նրանք ցած են իջել։ Հիմա հոգում է ներսում ինքը հաղթողի դիրքում է։ Ու ինչ ասում։ Ու նրա վրանի մեջ ուրախության ձայնով զոհեր պիտի մատուցեմ։ Պիտի երգեմ ու սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Երբ է որ նա ասում է զոհեր ուրախության ձայնով պիտի մատուցեմ Աստծուն, երբ դեռ չունի իր հրաշքը, երբ դեռ չունի իր աղոթքի պատասխանը, երբ դեռ է թշնամիները, որոնք փորձում էին մարմինը ուտել, դրանք դեռ կան։ Ես ձեզ պատմում եմ, որ 22 թվականին ես ունեի առողջական խնդիր։ Թանկագիններս դա երկար ձգվեց, մոտ 8 ամիս իմ մոտ ձգվեց։ Երբ որ հետազոտություն անցա եւ պարզվեց, որ դա լեղապարկի քար է, արդեն բավական ամիսներ տառապել էի։ Եվ նորից ամիսներ անցավ եւ անընդհատ հետաձգվում էր վիրահատությունը իմ։ Անկամ երբ որ վիրաբուժի հետ խոսել էինք եւ պայմանավորվածություն ունեինք, որ պետք է ինձ վիրահատեր օրեր դրել, ես տեսա, որ ինձ մոտ կա ջերմություն։ Ջերմությունս 7-8 արդեն չեմ հիշում, մոտ իշկան էր եւ չէր իշնում։ Եվ այնքան դժվար էր այդ ընթացքը ինձ համար։ Գիտեք ինչու, որովհետև ունենում էի սուր ցավեր մարմնիս մեջ։ Ցավում էր աջ կողմս, ցավում էր ձախ կողմս, մարմնիս բոլոր հատվածները, որովայնս, մեջքս, ամեն տեղ ցավում էր։ Բայց չէր մոտենում վիրահատության օրը։ Անդադ հետաձգվում էր։ Ու երբ որ ես աղոթում էի, այդ աղոթքի ժամանակ, գիտեք, երբ որ դու ցավի մեջ ես, երբ որ քո մարմինը տառապում է, արդյոք հեշտ է գոհանալ, փառավորել Աստծուն։ Երբ է որ Աստված սպասում է մեր գոհությանը, երբ է որ Աստված սպասում է, որ մենք ուրախության ձայնով փառտանք իրան, արդյոք երբ որ մենք լայն օրի մեջ ենք, երբ որ ամբան լավ է մեզ համար, ոչ։ Ես հիշում եմ, որ այդ ցավի ու տառապանքի մեջ ես ծնկներիս վրա Տիրոջն ասում եմ, Տեր, ինչ էլ որ լինի ինձ հետ, եթե նույնիսկ մեռնեմ, եթե չբժշկվեմ էլ, եթե պիտի մեռնեմ, ես գոհանում եմ քեզանից։ Եբրայեցիս 13-րդ գլուխ 15-րդ համարում ասված է. Միատ հետ ուստի նրա ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցեք, այսինքն մեր շրթունքների պտուղը, որը իր անունն է դավանում, ամեն ժամանակ, այսին ժամանակների մասին ասում Աստծո խոսքը, լայն օրեր, նեղ օրեր, տառապանք ու հաղթանակ, պարտություն, ձեռքբերում կամ կորուստ, ինչ էլ որ լինի, արդյոք մենք կարող ենք մեր շուրթերի պտուղը, մեր օրհնությունը, շնորհակալությունը Տիրոջը ուղղել։ Անկամ վիրաբույժը զանգեց ինձ, քանի որ օրը 1 թե 2 անգամ վիրահատության փոխեցինք, եւ ինձ ասում է. Արսեն ջան, երևի դու վախենում ես, դրա համար ջերմությունդ բարձրանում է, ստրես է լինում օրգանիզմումդ, օր ենք փոխում։ Մի վախեցի, արի, կվիրահատեմ, ամեն բան լավ կանցնի։ Նա տեղյակ չէր, որ ես հոգևոր մարդ եմ։ Ասեցի, դոկտոր ջան, ես չեմ վախենում։ Ես անգամ մեռնելուց չեմ վախենում, ասեցի։ Ես հոգևոր մարդ եմ։ Ուղղակի քանի որ ջերմություն ունեմ ու դա չի իշտում, ես չեմ ուզում նման վիճակում անցնեմ վիրահատություն, քանի որ հետ վիրահատական վիճակը ճիշտ չի ջերմությունով անցնել։ Բայց ես հասկանում եմ, որ ժամանակը երկարում է։ Եվ գիտեք ինչ է, ինչու է թույլ տալի Տերը, որ այդ հրաշքը մեր մեջ ձևավորվի, որ հրաշքը, երբ որ դեռ թշնամիները քո շուրջն են, երբ դեռ դու նեղության ու տառապանքի մեջ ես, բայց կարող ես գոհանալ Աստծուն, կարող ես սրտաբուխ ասել ես շնորհակալ եմ ամեն բանի համար, թե ապրեմ, թե մեռնեմ, ես քոնն եմ, ամեն ինչի համար եմ օրհնելու քեզ։ Պիտի երգեմ ու սաղմոս ասեմ Տիրոջը։ Ու սա է իրական հրաշքը։ Սկզբում այդ հրաշքը սրտումդ է, բայց հետո այդ հրաշքը կտեսնես դրսում։ Ով Տեր, ձայնս լսիր կանչելու ժամանակ։
Ողորմիր ու պատասխան տուր ինձ։ Ինչի է խնդրում ողորմություն, ինչի է խնդրում պատասխան, որովհետև ցավում է, որովհետև դեռ խնդիրները կան։ Ու ինչ է լսում Տիրոջից։ Իմ երեսս փնտրեք, ասացիր։ Զարմանալի պատասխան։ Արդյոք հեշտ է այսպիսի պատասխան լսել Տիրոջից։ Իմ երեսս փնտրեք։ Մտածում եմ ոչ։ Դավիթը սպասում էր, որ լսեր այսպիսի պատասխան։ Ես հիմա իմ ձեռքս կմեկնեմ եւ հրաշք կանեմ քո կյանքում։ Մենք մարդիկս միշտ փնտրում ենք Աստծո ձեռքը, Աստծո հրաշքները։ Բայց ինչ ասում Աստված Դավիթին։ Իմ երեսս փնտրեք, ասացիր։ Իմ սիրտն էլ ասում է քեզ։ Դավիթը չի ասում իմ շուրթերն են ասում քեզ։ Ասում է իմ սիրտն է ասում քեզ։ Ինչու՞։ Որովհետև ես կարծում եմ, որ անցավ ժամանակ։ Դավիթը լսեց Տիրոջը, մտածեց այս ամենի շուրջ, խորհրդացեց եւ նա կարիք ուներ ինչ անելու, այս խոսքը տանելու իր ներսը, մտորելու, մարսելու, համաձայնվելու եւ նոր միայն պատասխանելու։ Որովհետև մի բան է շուրթերով ասես Աստծուն, ես քո երեսը կփնտրեմ։ Բայց մի բան է, թե ինչ է սիրտդ ուզում։ Չլինի, թե ինչպես Աստված ասում էր, այս ժողովուրդը շուրթերով ասում է ինձ է պաշտում, բայց սրտով կուրքերին է հարած։ Սուտ են խոսում իմ առաջ։ Դավիթը, որպեսզի սուտ չլիներ, մտածում եմ ինչ արեց։ Մտորեց։ Իր նեղության, իր դժվարության մեջ մտորեց, այս ինչ ասում Աստված։ Ախր ես քո հրաշքի կարիք ունեմ, բայց դու չես ուզում քո ձեռքը ինձ մեկնել։ Բայց ես համաձայն եմ։ Ես քո երեսը կփնտրեմ։ Աստծո երեսը ո՞րն է։ Աստծո երեսը Աստծո ներկայությունն է։ Աստծո երեսը Աստծո աշկն է, Աստծո ականջը։ Աստծո երեսը Աստծո ուշադրությունն է ուղղված իմ ու քո վրա։ Եվ նա սկսեց փնտրել Տիրոջ երեսը, ու այսպիսի աղոթք բարձրացրեց, նրա աղոթքը փոխվեց։ Նա արդեն մոռացավ իր նեղությունը, մոռացավ իր կարիքները, նա մոռացավ իր հրաշքի կարիքը։ Նա մոռացավ այդ նեղիչներն ու թշնամիները, որ դեռ կան։ Եթե անգամ մարմինն էր ցավում, նա մոռացավ մարմնի տառապանքը։ Ու ինչ է աղոթում։ Քո երեսը ինձանից մի ծածկիր։ Բարկությունովը ծառայիդ մի կողմ մի վանիր։ Ինձ օգնական եղար, ինձ մի մերժիր, ինձ մի թող ով իմ փրկության Աստված։ Ընդամենը 4 տող էր, որ ընթերցեցի, բայց սա կարծում եմ, որ երկար շրջանի աղոթք է։ Աստծո երեսը փնտրելը դա միանվագ աղոթք չէ։ Դա մեկ անգամ չէ, որ կարող ես մտնել քո ծածուկ սենյակը, աղոթես ու դուրս գաս եւ վերջ։ Ես համոզված եմ, որ սա օրերի երկար ինչ-որ ժամանակի ինչ-որ մի շրջան է, որ Դավիթը անցնում է Աստծուն որոնելու մեջ։ Ու ինչ է հասկանում, երբ որ խնդրում է երեսդ մի ծածկիր, ասում է բարկությունովը ծառայիդ մի կողմ մի վանիր։ Նա սկսում է հասկանալ, որ ինքը թեկուզ լինելով Աստծո ծառա, կարող է այնպես վարվել, այնպես ապրել, որ Աստծուն բարկացնի եւ Աստված ինչ անի, մերժի իրեն, մի կողմ վանի իրենից իրեն։ Դա համար ինչ է խնդրում։ Մի մերժի ինձ, մի վանիր ինձ մի թող։ Այո, նա սկսեց հասկանալ, որ ամենավախենալուն որն է, որ Տերը կարող է թողնել։ Ինչ զարմանալի է փոխվում Դավթի աղոթքը, որ ասում է աղոթքի շարան։ Սաղմոսի սկզբում տեսնում ենք մի մարդ վախեցած, սարսափած, աշխարհի մեջ, աշխարհի խնդիրներով պատված, աշխարհի սարսափներով պատված։ Իսկ հիմա նրա սրտում չկա այդ աշխարհի վախերը։ Բայց երբ որ փնտրեց Աստծո երեսը, մի այլ վախ է փոխարինել աշխարհի վախին, որը կոչվում է Աստծո երկյուղ։ Եվ սա սուրբ է, սա աստվածային է։ Երկու տարբերակ կա։ Կամ լինել պաշարված աշխարհի վախերով, մարդկային վախերով, որը տանում է պարտության, որը տանում է կորուստի, կամ ունենալ Աստծո սուրբ երկյուղը, որը տանում է Աստծո հետ մեկության
եւ տանում է աշխարհի հանդեպ հաղթանակի։ Թեև հայրս ու մայրս ինձ թողեն, բայց ինձ դու պիտի ընդունես։ Սա համարձակ հայտարարություն է, որ Աստծո մարդը անում է։ Ինչի արդյունքում է, որ նա համարձակ հռչակեց։ Թեև հայրս ու մայրս ինձ թողեն։ Արդյոք սա տեսնված բան է, որ երեխային, մարդուն իր հայրն ու մայրը, ծնողները թողնեն։ Միգուցե եզակի դեպքեր, որ հնարավոր է աշխարհի մեջ լինի։ Եզակի անգամ մարդկային առումով անընդունելի, մարդկային առումով տգեղ, անընդունելի, ցածր։ Բայց ինչու են այսպես ասում, որ եթե անգամ այդպես լինի, Տերը ինձ չի թողնի, ինձ կընդունի։ Որտեղից է համարձակությունը։ Որովհետև նա փնտրեց Աստծո ներկայությունը եւ Աստծուց իր սրտի մեջ ընդունեց վկայություն, որ ես քեզ չեմ թողնի։ Սա ներսից էր, որ բարձրանում էր այս վկայությունը եւ Աստծո մարդը հռչակում էր իր կյանքի համար։ Ով Տեր, քո ճանապարհը ինձ սովորեցրու ու շիտակ ճանապարհի մեջ ինձ առաջնորդիր թշնամիներիս համար։ Նորից այս թշնամիները կան։ Դեռ սրանց Աստված չի հեռացրել։ Բայց ինչ է ասում Դավիթը։ Ինձ քո ճանապարհը սովորեցրու։ Կարող ենք հիշել Տեր Հիսուսի աղոթքը մինչև խաչելությունը։ Հովհաննես 17-րդ գլուխ 15-րդ համար։ Հայր, աղոթում եմ նրանց համար, աշակերտների համար, իմ ու քո համար է Տերը աղոթում։ Նրանց համար եմ աղոթում, որ նրանք աշխարհի մեջ են, որ ոչ թե նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց չարից պահես։ Ոչ թե աղոթում եմ, որ թշնամիներ չլինեն նրանց շուրջը։ Չէ, կլինեն դրանք, բայց դու իրանց պահես չարից։ Եվ Աստծո մարդն ինչ է ասում։ Սովորեցրու ինձ քո ճանապարհը թշնամիներիս համար։ Ինչու՞։ Ոչ թե դրանց տար, այլ եթե ես իմանամ քո ճանապարհը ու քայլեմ քո ճանապարհի մեջ, թշնամիների համար ես անհասանելի կլինեմ, որովհետև նրանք չեն կարող մոտենալ քո ճանապարհին։ Ինձ իմ թշնամիների կամքին մի մատնի, քանի որ իմ վրա սուտ վկաներ ու անիրավության փչողներ դուրս եկան։ Այո, կարող ես ինձ պահել թշնամիների կամքից ու նրանց որոգայթներից։ Հավատացի, թե Տիրոջ բարությունը պիտի տեսնեմ ողջերի երկրի մեջ։ Հիմա Աստված տվեց Դավթին մի վստահություն. դու իմ բարությունս կտեսնես։ Երբ ոչ թե այն ժամանակ, երբ կգա պահը, կննջես, կմահանաս, մարմնիցը դուրս կգաս ու կգաս երկինք, ու հավերժության մեջ կտեսնես իմ բարությունը։ Այո, այնտեղ կտեսնենք, բայց Աստծո մարդը խոստում ընդունեց ու այս խոստումը վստահությամբ հռչակեց։ Տիրոջ բարությունը այստեղ ողջերի երկրի մեջ կտեսնեմ, կճաշակեմ։ Ինչու՞, որովհետև Տիրոջը փնտրեց, Տիրոջ երեսը որոնեց։ Այո, ես վկայում եմ, որ անցա 8 ամիսներ դժվարություններ։ Շատ նեղություններով անցա, ցավերով ու տառապանքով անցա, բայց եկավ ժամանակ ամեն բան բարեհաջող վերջացավ։ Տիրոջ բարությունը ճաշակեցի։ Բժշկությունն էլ, վիրահատությունն էլ, գիտությունն էլ Աստվածանից է տրված, որ բարիք լինի մեզ։ Ու ես անցա այդ վիրահատությունը, այդ նեղությունը անցավ եւ բժշկված եղա։ Տերը ինձ ու քեզ ունի պատասխան, ունի մեր նեղություններից դուրս գալու ելք։ Եվ վերջին խոսքը. Տիրոջը սպասիր, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ Տիրոջը սպասիր։ Այս տարվա համար այս խոսքն էր վառվել իմ սրտում. Տիրոջը սպասիր։ Ինչ ասել է Տիրոջը սպասել։ Մի սպասիր չարին, մի սպասիր պարտությանը, մի սպասիր աղքատությանը, մի սպասիր հիվանդությանը,
մի սպասիր լքվածությանը, մի սպասիր վատ չար բաների։ Թանկագիններս այս աշխարհը լի է վատ բաներով։ Եվ գիտեք, հավատքի կարիք չկա սպասելու, հավատքի կարիք, այսինքն հավատք պետք չէ, որ մարդը սպասի այդ վատ բաներին։ Այս աշխարհը, այս կյանքը, սենց լայն ձեռքերը տարածած մատուցում այդ վատ բաները ամեն մեկին։ Հավատք է անհրաժեշտ սպասելու ում Տիրոջը։ Չսպասելու չարը, խավարը, վատը, պարտությունը, աղքատությունը, մնացած չար բաները։ Սպասենք Տիրոջը։ Ու խոսքն ինչ է ասում հաջորդ համարում, հաջորդ տողի մեջ։ Զորացիր ու թող որ սիրտդ զորանա։ Երբ որ մենք սպասում ենք Աստծուն, զորանում է մեր սիրտը, զորանում է մեր կյանքը, զորանում է մեր ներսի հոգևոր մարդը։ Ինչու՞, որովհետև սպասել Տիրոջը նշանակում է հուսալ Աստծուն, ամբողջությամբ ապավինել Աստծուն, ունենալ աչքեր, որոնք նայում են ապագային ու ասում. իմ Տերը բարի է ինձ ու իմ ընտանիքին։ Նա բարի է եւ նրա բոլոր դիտավորությունները բարի են ինձ համար, եկեղեցու համար, քեզ համար, քո կողքինիդ համար։ Տերը բարի է։ Ու սա հույս է, սա ապավինություն է։ Ու երբ որ մենք սպասում ենք Տիրոջ, այս հույսի զորությունն է գալիս։ Ու եթե հույսը նմանացնեմ աստվածային յուղի, որը գալիս է մեր հոգու մեջ, այդ յուղը սկսում է լույս տալ, այդ յուղը սկսում է բռնկվել եւ որպես կրակ մեր հոգու կանթեղը լույս է տալիս եւ մենք ուժ ենք ունենում ապրելու, գործելու, աշխատելու, ծառայելու, ստեղծագործելու, երազելու, առաջ գնալու, ձեռքբերումներ ունենալու, ինչ որ բան շինելու եւ կառուցելու, անկախ դժվարություններին, անկախ նեղություններին, անկախ անհարմարություններին, անկախ մեր մարդկային անօգնականությանը։ Բայց ինչ է կատարվում։ Երբ որ մենք գործում ենք, երբ որ մենք ապրում ենք, երբ որ մենք հուսացած ենք, մենք երազում ենք, մենք ծառայում ենք, մենք բարին ենք անում, այդ յուղը մեր ներսի դառնում է կրակ, վառվում է եւ ընթացքում ինչ ենք նկատում, որ այն յուղը ներսի սկսում է պակասել, ինչի, որովհետեւ այն գնալով սպառվում է։ Մենք օգտագործում ենք, ապրում ենք։ Եվ դրա համար հաջորդ վերջին տողը ինչ է ասում ու ավարտվում, դարձյալ Տիրոջը սպասիր։ Ուզում եմ ասել, եթե այսօր որոշել ես Տիրոջը սպասել, վաղն էլ սպասիր Տիրոջը։ Երբ որ կգա հաջորդ շաբաթ, նորից ես ու դու նորոգենք մեր հույսը, ապավինություն առ Աստված։ Հաջորդ ամիս, այսինքն քայլ առ քայլ, ամեն օր նորոգենք մեր հույսը, նորոգենք մեր ապավինությունը, նորոգենք մեր ընծայում առ Աստված եւ ասենք մենք սպասելու ենք քեզանից։ Եկ ոտքի կանգնենք եւ աղոթենք։